Գիտեք, ուզում եմ այսպես մի հատ, ես մինչև Լևոն Բարսեղյանի ասելը, ուղղակի ես ինձ համար ամբողջ եմ արել, հավանական իրանոց երկար է, ինքը երկար պիտի ասեմ։ Բայց ես ուղղակի այսպես ամբողջ կարճ կոնկրետ ուզում եմ ձեզ ներկայացնել, թե մենք ինչ ենք նախատեսել։ Ուրեմն 2024 թվականի եկամուտները կազմել է 6 միլիարդ 836 միլիոն 746 հազար դրամ, այն դրամները չեմ ասում, այն վերջին։ 25 թվականի եկամուտները մենք ինչքան ենք պլանավորել, մենք պլանավորել ենք 7 միլիարդ 858 միլիոն 944 հազար դրամ։ Ուրեմն աճ է կազմել 24 թվականի վրա 1 միլիարդ 22 միլիոն 197 հազար դրամ։ Բյուջեն ավելացրել ենք 1 միլիարդ 22 միլիոնով։ 24 թվականի սեփական եկամուտները կազմել է 2 միլիարդ 332 միլիոն։ Հաստատի կատարվել է 2 միլիարդ 227 միլիոն։ 25 թվականի սեփական եկամուտները կազմել է 2 միլիարդ 676 միլիոն 544 հազար դրամ։ 24 թվականի փաստացի հավաքագրումից ավել ենք ֆիքսել 448 միլիոն 569 հազար դրամ, այսինքն 500 միլիոն դրամ սեփական եկամուտները ավելացրել ենք։ Ապարկ, որից 448 միլիոնի մեջ ապարկը կազմում է 112 միլիոն 965 հազար, մոտ 113 միլիոն դրամ, 2.5 անգամ ավել 24 թվականի ֆիքսած ապարկի վրա, բյուջեի 2024 թվականի վրա, 2.5 անգամ ավել, այսինքն 24 թվականին եղել է ապարկը բյուջեի մեջ 40 միլիոն, իսկ մենք ֆիքսել ենք 112 միլիոն 965 հազար դրամ, բայց ի նկատի ունեցեք, որ այս 112-113 միլիոնը 6 ամսվա ենք մենք նախատեսում, դա նշանակում է, եթե մենք հունվար ամսին նախատեսենք, ուրեմն կլիներ մոտավորապես 225 միլիոն դրամ, այսինքն ապարկից մենք ֆիքսել ենք բյուջեի մեջ մոտ 225 միլիոն, բայց որ 6 ամսվա աշխատանք ենք կատարել, ուրեմն ֆիքսել ենք 112 միլիոն դրամ։ Ի նկատի ունեցեք, որ բաժնի պետերը, աշխատակիցները, ուրեմն ինձ հետ քննարկելուց հետո ես ստանձնել եմ մեր ուսերին ևս, որ մենք աշխատելու ենք ոչ թե 112 միլիոն ապարկի կապակցությամբ, այլ աշխատելու ենք 550 միլիոն ստանձնելու ենք և պիտի կատարենք այդ պլանները, որովհետև ուրեմն ապարկը կազմում է 6 միլիարդ։ Ես ցավում եմ, որ 13 տարիների ընթացքում ինձանից հետո մի քանի փաստ ուզում եմ դուք լսեք, թե ինչ է տեղի ունեցել, ուղղակի տեսեք աճը 2012 թվականի և 2024 թվականի համեմատականները, պլանների մասին է խոսքը։ Անշարժ գույքից 12 թվականին իմ աշխատած ժամանակահատվածում հավաքագրվել է 993 միլիոն դրամ, այդ 564 հազարը չեմ ասում եմ, 24 թվականին 90 միլիոն, անցել է 12 տարի, մի բան է բյուջեն պակասել է հավաքագրումները, 12 տարվա աճը տեսեք աշխատանքը ու երկրի զարգացումը ու քաղաքի զարգացումը։ Իմ ժամանակ 12 տնօրից եմ կրկնում, հավաքվել է 93 միլիոն, ինձանից հետո 24 թվականին հավաքվել է 90 միլիոն։ Հողի վարձերը 69, ուրեմն 59 միլիոն, այստեղ մոտավորապես 500 հազարի տարբերություն, այսինքն մենք էլի նորից ավել ենք հավաքել, 12 տարիների ընթացքում պակասել է նորից։ Հողի վարձավճար ավտոտնակներից մենք հավաքագրել ենք 35 միլիոն, 12 տարվա մեջ իրենք 24 թվականին 34 միլիոն են հավաքագրել։ Խմիչք ծխախոտը մենք 38 միլիոն ենք հավաքագրել, իրենք հավաքագրել են 35 միլիոն, 12 տարի փոխանակ աճ տա։ Աղբի բարձերի շինթույլտվություններից մենք հավաքագրել ենք 6 միլիոն, իրենք 5 միլիոն։ Տեղական վճարներից 17 միլիոն, իրենք 11 միլիոն։ Այսինքն, ուրեմն
իմ աշխատած ժամանակահատվածում եւ 12-13 տարի անցել է բյուջեի հավաքագրումը հայտարարություն է եւ յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը բյուջեի հավաքագրումն է եւ շինթույլտվություններն է ու փոքր եւ միջին բիզնեսի խթանումն է։ Ես ուզում եմ մեկին դիմել ասել, որ բերեցիչ, էս էր, այդ էս ինչ էր, լավ ինձանից հետո, այդքան դա։ Ուրեմն, դե հիմա կշարունակենք, հələ շատ ավելի ասա։ Ան քաղաքապետին դարձրեցիք ոչ ամենա մնում է ծախսային մասը ու ֆոնդային մասը։ Դե ես 13 տարուց ներկայացի։ Այստեղ դուք չասեցիք պաշտոնական դրամաշնորհները, որը կազմում է 5 միլիարդ 177 միլիոն 400 հազար դրամ, որից 4 միլիարդ 15 միլիոն 490-ը դոտացիան է, 1 միլիարդ 161 միլիոն 900-ը սուբվենցիան է, որը կառավարությունից ուղարկվել են 23-24 թվականին կատարված սուբվենցիոն աշխատանքների համար վճարելու։ Եթե ուզում եք ես իմ ամբողջս ինչ որ ես ունեմ այսպես կարճ, որ ավելի ձեզ այսպես լսելը բանը լինի, ավելի ընկալելի լինի, որ այդքան երկար փաստաթուղթ չունենաք ձեզ մոտ։ Ես կարող եմ հիմա սրանից բոլորի բաժանել, որ ձեզ մոտ սա հստակ լինի, եթե ուզում եք։ Ովքեր որ կցանկանան ասեք, ես կտամ։ Ասեք։ Այստեղ պաուստային ֆոնդը, վարչական բյուջեի պաուստային ֆոնդը նախատեսված միջոցները կազմում են 925 միլիոն 973 հազար դրամ, վարչական եկամուտների 13% չափով, որը միջոցները ուղղելու են ֆոնդային բյուջեի համալրմանը։ Ծախսերն համապատասխանաբար կազմելու են 9 միլիարդ 193 միլիոն 112 հազար դրամ։ Ըստ հարկերի ներկայացնեմ, որից ինչքան է պլանավորել պարոն քաղաքապետ։ Դրա ասեք, ինչի՞ չէ։ Փոխադրամիջոցներից քույկի հարկ 1 միլիարդ 100 միլիոն 72 հազար, անշարժ քույկի հարկ 355 միլիոն 767 հազար 676 դրամ, տեղական տուրքեր 133 միլիոն 106 հազար դրամ, հողի և քույկի վարձակալությունից եկամուտներ 156 միլիոն 441 հազար 100 դրամ, աղբանության վարձավճարներ 260 միլիոն 300 հազար դրամ, տեղական վճարներ 504 միլիոն 777 հազար դրամ, վարչական իրավախախտումներ 1 միլիոն 600 հազար դրամ։ Այստեղ ոչ ֆինանսական ակտիվներից իրացումից մուտքերը ֆոնդային մասը պլանավորել են 850 միլիոն դրամ, այդ թվում գույքի իրացումից մուտքերը 383 միլիոն դրամ, հողի իրացումից մուտքերը 467 միլիոն դրամ։ Գույքի հոդարումից ստացվող ֆինանսական միջոցները օրենքում սահմանված կարգով ուղղելու են համայնքի բյուջեի ֆոնդային մաս և օգտագործվելու են կապիտալ ծախսերի իրականացման համար։ Այսքանը եկամտային մասով, ծախսային մասն ներկայացնեմ։ Ծախսային մասը օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում պլանավորել են 990 միլիոն 994 հազար 300 դրամ։ Հետազոտական և նախագծանախաշվային աշխատանքներ 23 միլիոն 500 հազար դրամ, գույքի նկատմամբ իրավունքի կրասման և տեղեկատվության տրամադրման հետ կապված ծառայություններ 95 միլիոն 296 հազար դրամ, վարկերի սպասարկում 160 միլիոն դրամ, ճանապարհային տնտեսությունը 3 միլիարդ 516 միլիոն 151 հազար դրամ, աղբանության և սանիտարական մաքրում 758 միլիոն 484 1484 դրամ, շրջակա միջավայրի պահպանում 331 միլիոն 931 հազար դրամ, արտաքին լուսավորության ցանցի շահագործում և պահպանում 241 միլիոն 361 հազար 400, համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների հիմնում, նորոգում և պահպանում 252 միլիոն 754 հազար դրամ, բազմաբնակարան շենքերի բարեկարգման և այլ աշխատանքներ 737 միլիոն 662 հազար 200 դրամ, սպորտի պահպանում և զարգացում 775 միլիոն 231 հազար 100 դրամ, գրադարանային ծառայություններ 69 միլիոն 281 հազար։ Ուզում եք այսպես գնանք, թե չէ։ 100 դրամ։ Ավելի հարցերի ասենք, լավ կլինի, ճիշտ է, ես էլ եմ մտքի, որպես այոն ամեն ինչ կա, լավ կլինի այդպես անենք։ Մի երկու հասել ուղղակի կողքից նորից ուզում եմ ասել, որ ուրեմն պատկերացրեք, հարկադիր կատարման ծառայությունում գտնվում է 265 գործ 171 միլիոն դրամի, որից
հետ է կանչվել 35 գործ, 35 միլիոն դրամ հետ է կանչվել, այսինքն եթե գումարները ծախսե քաղաքապետարանը ու ներկայացրել է դատարան, դրանից հետո ինքը հսկայական գումարներ է մուծել դատարանին ու նորից հետ է վերցրել, դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում, ու հիմա բացի դրանից 117 միլիոնի 15 թվականից գործեր կա հարկադիր կատարման ծառայությունում 117 միլիոնի, քաղաքապետարանը բանի տեղ չի տեղ, այդպես հանդերության մատնված գնացել է, այսինքն հիմա մենք եկել ենք այս գործերը բոլորը հանում ենք, զբաղվում ենք չհաշված, մարդիկ կան, որ 8 միլիոն, 12 միլիոն, 14 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն, մոտիկ չեն գնացել, ոչ գումարները գանձել են, ոչ դրել են, ոչ վերցրել են։ Խորանում եմ ինչ է պատճառը, դե մոտիկ են եղել, կարող ընտրություններին ինձի դեմ լինեին, այդպիսի խոսակցություններ, այդպիսի բաներ, ու հետո դիտավորյալ ստվեր են ստեղծել, որ այդ ստվերի մեջ միայն ուրեմն երկու բան կա։ Ամենաառաջինը ստվեր, ուրիշ ոչ մի բան։ Միայն որպեսզի կարողանան խաղան աշխատեն բանեցնում են։ Հիմա այստեղ միայն թվերը, որ նայում ենք, աղաղակող է, ուրեմն բաժինները ձեզ ասեմ, որ իմ գլխավորությամբ այսպես եզան լուծ ասեմ, հավատացեք եզան լուծ։ Այդ ձևի աշխատում է քաղաքապետարանը։ Այդ ձևի բարձրաձայնում են, որ գիտենան։ Ճիշտ ասած, քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, այդքան բան։ Մնացածն ասա, մեղայացու հանկարծ գլուխ գովալ չհամարեք, բայց իրոք հավատացեք այդպես է, ասա։ Ամենակարևորը շեշտենք, պարոն քաղաքապետ, որ այստեղ մենք նախատեսել ենք 30% աշխատավարձի բարձրացում համայնքապետարանի եւ բոլոր վարակների համար։ Մենք այս ամեն ինչի նկատի ունենալով պատկերացրեք 550 միլիոն ապարտ ընդգրկել ենք բյուջեի մեջ, 550 միլիոն ապարտ։ Ես հիմա այդ սկզբունքով է քաղաքապետարան աշխատել։ Հիմա ինչ որ դուք հաստատում եք, դա իմ գործունեությունը դրանով չի սահմանափակվելու։ Մենք ավելի շատ ենք հավաքագրելու եւ դրա համար ես մոտավորապես 88 թվականից հետո ես չեմ տեսել մի քաղաքապետարան կամ ասենք պետական կառույց, որ 30% աշխատավարձի բարձրացում ունի։ Սա առաջին դեպքն է, հավանական է Հայաստանի Հանրապետությունում, որ 30% աշխատավարձի բարձրացում է նախատեսել։ Բացի 30%-ից, հաջորդ տարի եւս 20-ը անպայման անելու ենք, եթե ոչ ավել։ Այսինքն, քարոզարշավի ժամանակ որ ասում էին 50% անպայման աշխատողների աշխատավարձը բարձրանալու է, դա հստակ գիտեցեք հսկայական գումարների մասին է խոսքը եւ մենք դա կարող ենք անել ու ստանձնել ենք գիտակցաբար ստանձնել ենք այդ պարտականությունը։ Այստեղ ամենակարևորը սա է։ Ուրեմն մուծելու է Ղուկասյան Գևորգը, Ղուկասյան Վարդանը։ Հետո այստեղ քաղաքում մի հատ անուն չպիտի լինի, որ հանգարցակի ես չկարողանամ իրանից գումար վերցնել։ Այդպիսի մարդ չկա էլի, որ քաղաքի գումարները չբերի դա։ Միայն կարող է այն մարդը գումարների հետ կապված խնդիր ունենա, որ ասենք պատերազմին զավակը մահացել է կամ հայրը կամ ընտանիքը վատ վիճակի մեջ է, մենք միասին կբերենք, կքննարկենք։ Բայց այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, բոլորը պետք է գումարները լուծեն։ Բոլորը անխտիր։ Սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի հետևից։ Այս սկզբունքը կիրառելու ենք։ Ես հիմա ասել եմ քաղաքապետարանի ամբողջ աշխատողների աշխատավարձը, որ տալիս ենք, իրանցից սկսում ենք իրենցից։ Գույկահարկ, օղիհարկ, տուրքեր, աղբիվարձ, ուրեմն իրենցից իրենք մեկից աշխատավարձը ստանալուց սկսում են մուծել են։ Իրենց պարտքը իրենք կատարում են։ Նայում եմ հսկայական աշխատողներ, գումարները հսկայական ծառացած է քաղաքապետարանի դիմաց, այսինքն օգնելու ենք բաժնի պետերին։ Մի խոսքով, ես լավ կլինի, որ հարց ու պատասխան լինի։ Համաձայն եք հարց ու պատասխան, թե չէ, Լևոն այնքան կարող խոսա, ասեք։ Պարոն Վարսելյան, խնդրեմ որպեսզի մանրամասնեք ֆոնդային մասը ոնց ենք ապահովելու այս տարի, որովհետև ֆոնդային մասի միջոցներից մենք նաև հատկացնելու ենք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Նախորդ նիստին, երբ քննարկում էինք Ջերմակ հիվանդանոցի վաճառքը, մենք նախկինում ավականին այդ որոշումը նաև բացատրեցի ինչու էր ընդունել, որովհետև բնականաբար այդ վաճառքից ստացված գումարը պիտի ուղղվեր սուբվենցիոն, այսինքն պիտի ուղղվեր ֆոնդային մաս, որից հետո սուբվենցիոն ծրագրերի
ծրագրերի մեջ դա օգտագործվել, հիմա այդ հարցը ոնց են կարգավորելու եւ սուբվենցիոն ծրագրերը ինչ միջոցներով են իրականացնելու։ Մենք այստեղ ֆոնդային մասում պլանավորել ենք 850 միլիոն գույքի եւ հողի վաճառք ցանկնել ուղարկել ենք բոլոր ավագաններին, երևի տեսել եք։ Պլանավորում ենք այդ հողերը եւ գույքերը վաճառենք, որովհետեւ կարողանանք մեր ֆոնդային ծախսը ապահովենք եւ կապիտալ ծրագրեր իրականացնենք։ Եվ դրա համար քաղաքաշինության բաժինը ուրեմն մոտավորապես 70%-ը ստացել է խիստ նկատողություն։ Իրենց վերադրված է խնդիր, որ ավարտական ակտերի եւ շինթույլտվությունները արագ պետք է տան մարդկանց։ Իմ դուրը չի գալիս այս 2 ամսվա աշխատանքը, մեկին ազատել եմ արդեն աշխատանքից, 5 հոգի խիստ նկատողություն է ստացել, որպեսզի կարողանան այս աշխատանքները, ուրեմն սրանով է կախված քաղաքի զարգացումը, փոքր եւ միջին բիզնեսով։ Եթե փոքր եւ միջին բիզնեսը չի խթանվում այս քաղաքում, եւ յուրաքանչյուր քաղաքում, գիտեցեք, որ այդ քաղաքապետը եւ այդ քաղաքապետարանը չի աշխատել։ Ես ցավում եմ, որ հիմա հսկայական գործեր մնացել է, հսկայական գործեր։ Եվ լուրջ աշխատանքի մասին է խոսքը։ Դրա համար իմ ամեն օրվա խորհրդակցություն, ես ամեն օր խորհրդակցություն եմ անցկացնում, շաբաթը մի անգամ էլ ընդունելություն եմ անում 50-ից 70 հոգի եւ այդ բարդությունները գիտեմ, տեղյակ եմ, ոնց որ 13 տարի ամեն օր խորհրդակցություն եմ անցկացրել, եկա որ ասենք 10 օրը, 15 օրը մեկ անցկացնել խորհրդակցությունները, բայց ցավոք սրտի տեսա, որ սա այլ տեղիք չի շարժվի, պետք է ամեն օր աշխատենք։ Եվ դրա համար ձեր ասած այդ հարցը ինձ կապված է դրա հետ, որ օտարումները, հողի օտարումները մեծամասնությամբ գույքի որոշակի գույքեր կամ բան կան, օրինակ ռուսներից ստացած են շենք-շինությունները, որոնք անդերության են մատնած թալանված են, դրանք եւս բերել ենք առաջ, որ հանենք, բարձրաձայնենք, օտարենք եւ այդ ֆոնդային մասը ապահովենք։ Ասեք։ Ես քեզ օգնում եմ էլի դրա։ Ասենք օգնեմ թե չօգնեմ։ Ամբողջ կյանքը սրանալա թասիբը քաշեց, օգնեց ես համար նման չեմ արել։ Այդ բանկա ֆոնդային է կապած։ Չէ։ Ասեք։ Պարոն Բարսեղյան, պարոն Ղեսյան, մենք ողջունել ենք նախ համայնքապետարանի աշխատակիցների եւ հետագա կառույցների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնում ենք, որովհետեւ ես էլ առիջվել եմ եւ մարդկանց շփվելով, հասկանալով նման ցածր աշխատավարձով չեն կարողանա լավ Արտիկ Ախուրյանը մեզանից շատ աշխատավարձ է։ Աշոտքներ։ Գետին եմ մտնում։ Շատ լավ է, բայց տեսեք, բյուջետ հաստատելուց նաև պետք է այդ հաստիկացուցակների վրայով անցնենք բոլոր հողակները, համայնքապետարանի հաստիկացուցակը վերանայվել է ինչ-որ փոփոխություններ կատարվել են։ Ես ինչքան որ հասցրել եմ ուսումնասիրել, 100-ավոր հաստիկներ կան, որոնք ստեղծվել են այս մարդու բարեկամի, մյուսի խնամու, ձեր նշած ընտրություններին ձայն ապահովելու համար եւ պարապ հաստիկներ կան։ Այդ աշխատավարձերը հիմնականում կարող ենք բարձրացնել այդ հաստիկները կրճատելով եւ նորմալ գրագետ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքը, իրենց փորձը Գյումրու համար են ծառայեցնելու, այդ մարդկանց աշխատավարձերը ավելի բարձրանան, ստանան հավելավճարներ, պարգևավճարներ եւ այլն։ Հիմա ինձ հետաքրքիր է, ինչ հաստիկներ են կրճատվել, ինչ հաստիկներ են ավելացել, սա մեկ։ Երկրորդ, հավաքագրումների հետ կապված ապարտների, մեքենաների ապարտները ինչքան է կազմում, որը մտցրել եք բյուջե, որ պետք է հավաքագրվի, արդյոք այդտեղ դուք հաշվարկ կատարել եք այն մեքենաները, որոնք գրանցել են Գյումրիում, տարել են Ռուսաստան, Ղազախստան եւ այդ փողերը կորած է, հնարավոր չի գումարը հետ բերել։ Որքան է կազմում այդ գումարի մասը ուսումնասիրություն կատարել եք թե չէ, եւ խնդիր կա նաեւ մեր աղբահանության բազայի հետ, բազմաթիվ անճշտություններ տարիներով երևի 15-20 տարի չէ, 2008 թվից է մարդկանց վրա վերջի անգամ 2008 թվականին է, չէ, օրենքով զիջվել, դրանից հետո մարդկանց վրա պարտքեր են կատարվել։ Մենք նաև պետք է
կարողանանք մաքրել այդ բազաները, հստակ կոնկրետ գումարի չափը իմանանք եւ այդ գումարները պիտի զիջվի, որպեսզի մաքուր, նորմալ 0-ից սկսվի մարդկանց բնակարանների վրա տարբեր անձանց հաշվառումների պատճառով տարիներով կուտակվել են պարտքեր։ Այն ժամանակ 13 թվականից երբ որ աշխատել եմ, այդ ժամանակվանից այդ խնդիրը կար, որ մարդիկ բողոքում էին անիրավի իրենց վրա պարտքեր էր։ Եվ այս առումով որևէ քայլ ձեռնարկվել է, թե ոչ։ Ես պատասխանեմ Լևոնին օգնեմ։ Ուրեմն աշխատողների հետ կապված բոլոր բաժինները, փոխքաղաքապետերը եւ աշխատակազմի ղեկավարը հատուկ մասնագիտական ուսումնասիրություն են արել եւ եզրակացությունները դրված էին արժեվ։ Մարդու աշխատանքից ազատելը շատ դժվար բան է։ Ինձ համար նամանավանդ վերին աստիճանի եւ յուրաքանչյուր մարդ։ Այո, հորոպեր, քերի, մորկուր, բան, այդ բաները մեր առջև հիմա դրված է եւ ցավում եմ, որ պայմանագրեր ենք ընկել անժամկետ, որը խայտարակություն է անժամկետ պայմանագիր աշխատանքի կապակցությամբ։ Այդպիսի բան որ ոնց կարա լինի։ Հիմա մենք դրանք բոլորը վերանայում ենք, ովքեր որ ընտրությունների համար ուղղակի հավաքել են մարդկանց քաղաքապետարան, որ ձայներ հավաքեն, դրանք բոլորը կազատվեն աշխատանքից եւ արդեն սկսված է գործընթացը։ Իրոք մասնակետները, ես հիմա բարձրաձայնում եմ, ովքեր հիմա դուք ունեք եթե մասնակետներ, մենք հայտարարություն ենք տանում, քաղաքապետարանը միշտ հայտարարություն է, ուրեմն սայթերով ներկայացնում, որ ես ինչ բաժնում աշխատող կա, եւ իրավաբան, եւ քաղաքաշինության բաժնում, եւ կոմունալ բաժնում, տարբեր տեղերում մենք ուրեմն հայտարարություն ենք տարածում, որ նորմալ մասնակետներին ընդգրկեն քաղաքապետարանում աշխատելու։ Ովքեր այդ սկզբունքով ընտրությունների համար են քաղաքապետարանում, բոլորը կազատվեն, մի հոգի չեմ թողնի, ես խոսք եմ տալիս, բարձրաձայնում եմ։ Հասկանալի, ու ես էլ չեմ բերի այդպես, որ ասենք, հետո ինձից այն տամ բան, այդպես բանը չեմ անի, խոսք եմ տալիս, նորից բարձրաձայն։ Այդ ամեն ինչ այդպես։ Ինչ մնում է իմ ժամանակահատվածում, ուրեմն մենք կենտրոնացրել էինք բոլոր բազաները ֆինանսական բաժնում, երկու մուտքը բաժնի պետը չէր անում, ոչ աշխատակիցը։ Այսինքն այնտեղ մեր ֆինանսական բաժնում հստակ երևում էր։ Եթե գումարները մուծում էին, ֆինանսական բաժիններ, ուրեմն ելկանում եւ մուտք կանում, որպեսզի բաժնի պետը ցրիչ, վարիչ, կառավարիչ չլինի։ Ինչ ուզենա անի, այսինքն մենք մեր դուրը փակ էինք պահում, որպեսզի ոչ մեկին է գող չանվանենք։ Հիմա այդ սկզբունքը մենք կիրառելու ենք լրացուցիչ, ուրեմն ծրագրավորման այն ժամանակ մենք ունեինք այդ ոչ մեկը չի աշխատում դրանցից։ Հիմա այդ բոլորը կենտրոնացնելու ենք միտեղ, վերահսկելու ենք անպայման։ Այդ ապարտները, որոնք դուք ասացիք մեքենաների դրսից, դրանք ոչ մեկը չի ընդգրկված հիմա մեր ֆիքսած գումարների մեջ։ Եվ այն մեքենաները, որոնք ասենք մարդիկ շարքից դուրս են եկած, գծած է ուղղակի որպես իրանց դռները, բան, դրանց մասին խոսք չկա։ Այստեղ լուրջ կառույցների մասին է խոսքը, լուրջ Mercedes-ների, Jeep-երի, որոնք ասենք չեն տալ վերջ, բան, կամ եկել են, ասենք մտել են թող քաղաքապետին ծեծել են, կամ ասենք սրեն ստեղ եկա կխները կպոկենք, ինչի, որովհետև իրանք մոտիկ են եղել իրար բան, բաժնի պետերը կրակն են ընկել, այդպիսի բան չի կարասներ լինի, կամ ավտոյով մտնին քաղաքապետարան, բաներ, այսինքն բաներ ես թույլ չեմ տա, որովհետև ամբողջ կյանքում ես թույլ չեմ տվել այս բան, նախ ոչ ես կանեմ, ոչ է թույլ կտամ, այսինքն այդ ամեն ինչը իմ աչքիս առաջն է, ես կոնկրետ այդ գործերով զբաղվում եմ, չեմ թողել որևիցե մեկի վրա, ես ամեն ինչից տեղյակ եմ, գալիս եմ, աշխատում եմ, չարչարվում եմ, իրոք ինձ համար է շատ հաճելի է, որ ես աշխատում եմ, ոնց որ հարազատ իմ ընտանիքի աշխատանք եմ կատարում։ Ինչ ասեցիք, ճիշտ եք, այո, այդպես հսկայական կուտակվել է, հավանական է մենք դիմացներ կբերենք, ավականով որոշակի բաներ կքննարկենք եւ ինչ որ մեզ հասանելի է, ուրեմն մենք կզիջենք պարտադիր եւ այդ բազաները կմաքրենք, որ հետագայում մենք որ դուրս տանք նորմալ բազաներ հետագայի քաղաքապետին։ Բարի, հարցեր։ Ամեն Ալվես։ Ասեք։ Բարի, ողնագեց կներեք։ Մի քանի հարց միանգամից երևի նշեմ կարճ։ Նշի, որ մենք այդ կողմը